Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարիրույս ձեր բոլորին։ Հույսով ամենքը տալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Երբեք չթողնեք, որ ուրիշներու սահմանափակումները ծերը դառնան։ Երբեք չաստվիկ ժխտական խոսքերեն, որովհետեւ մեր շրջապատին մեջ շատ մարդիկ կան, որոնք սիրելներ իբրև թե մեզի խրատ պիտի դան, ժխտական խրատ կուդան ասելով, որ չես կրդարնել, բարաբի չանք մի թապեր, մի հոգնիր։ Այդպիսի խոսքերուտ հիմաց խուլ պետք է գտնվիլ եւ հավատացեք, եթե դուք դիրոճմով չանք տապեք ու գրգնեք, ամեն անգամ որ ինակ դարձյալ ոտքի գանքնիկ, ապա հաջողության գասնիկ եւ ծեր նպատակին գասնիկ։ Պատմեմ ցեզի իրական դեպքը, որ դեղի ունեցած է Ամերիկայի Կոլումբիա համալսարանի մեջ։ Ուսանողը մաթեմատիկայի թվապանության դասընթացքի ժամանակ քունի գանցնի։ Երբ դասաբահը գավարդի եւ աշակերտներ ոտքի գելեն ու աղմուկը կփարսնա, այդ ժամանակ աչքերը կփանա այս երդասարտը։ Եվ գտեսնե քրադախտագին վրա երկու բարդականություններ։ Գսե ինքն իրեն դունը գլուծեմ, հետևաբար գնթորինագե իր դեդրագին մեջ ու դուն գերտա։ Կսկսի աշխատիլ այդ հանձնարարության վրա, սակայն գտեսնե, որ շատ դժվար է։ Չի ուսադիր, գփորձե, քրատարան գերտա, գաշխատի ամբողջ շաբաթը այդ երկու հարցերուն վրա գաշխատի։ Եվ վերջապես ահագին դժվարությունները յետք կկարողանա այդ հարցերը լուծել։ Հաջորդ դասաբահին կզարմանա այս երդասարտը, որ ուսուցիչը հանձնարարությունները, բարդականությունները չստուքեր։ Ուստի ցերկը կպարսացնի եւ գսե. «Բարոն պրոֆեսոր, անցնող շաբթվա մեզի դված ծեր բարդականությունները երբ պիտի ստուքեք»։ Եվ պրոֆեսորը, բարոնը ժպտալով գսե. «Անոնք կսե բարձաբես մաթեմատիկայի թվապանության օրինակներ էին։ Մինչև այսօր աշխարհի մեջ չի գտնված ովևէ մեկը, որ այդ հարցերը կարողանա լուծել։ Անոնք անլուծելի հանձնարարություններ են, օրինակներ են մաթեմատիկայի»։ Այս երդասարտը կշփոթի եւ այսպես քիչ մը գմգմանով եւ վախ ու թողով կսե. «Բայց ես այդ հարցերը լուծած եմ, այդ խնդիրները լուծած եմ»։ Պրոֆեսորը չի հավատար։ Երբ գարնե ու գիտնականներու ցույց կտա, գիտնականները կհաստատեն, որ այդ մինչ այդ անլուծելի հարցերը իսկապես որ այս ուսանողը լուծած է։ Եվ մինչև այսօր Կոլումբիայի համալսարանի մեջ այս երդասարտին ներկայացուցած խնդիրներու լուծումը որպես սքանչելի օրինակ կմնա մարդուն սիրելներ հոգին, աշխատանքին եւ արդյունքին։ Եվ այս բոլորը գիտեք ուր եկած է, ուր եկավ, ինչպես կարողացավ այդ երդասարտը լուծել, որովհետեւ քունի անցած էր եւ չեր լսած պրոֆեսորին, ուսուցիչին այն խոսքը, որ մյուս աշակերտներուն ասած է, թե այս հարցերը անլուծելի օրինակներ են մաթեմատիկայի եւ հետեւաբար ինք որ այդ խոսքերը չլսած գրծած էր իր չանքով, աշխատանքով, համար աշխատանքով լուծել զանոնք։ Սիրելի քույրեր եղբայրներ, հիմա հոգեվոր իմաստով նաեւ նույնը գսեմ։ Մենք շրջապատված ենք այնպիսի մարդոցմով, որոնք դժբախտաբար մեզի ժխտական խոսքեր գսեն։ Գկարծեն, որ իրենք լավ խրատ է որ գուդան մեզի։ Գկարծեն, որ իրենք մեր մասին է որ կմտածեն, սակայն իրականության մեջ իրենց սահմանափակումներն է որ կհայտնեն եւ մենք ալ հաջող անոնց սահմանափակումներու աստեցության դակ կսահմանափակվենք։ Հաջող սիրելներ, երբ հիվանդ կա դան մեջ կամ մենք հիվանդ ենք, կամ ո՞ե մեկ հարց կա հոգևոր իմաստով եւ երբ գաղութենք հաջող մեզի գսեն որ
բարաբի մի աղոթեր այսօր համար։ Սակայն սիրելիներ, մենք պետք է իմանանք, որ ունենք դերմը, որ անգարելիներու դերն է։ Դերը միայն բարձաբես գարելի բաներու դերը չէ, եթե դերը գարելի բաներու դերը լար սիրելիներ, այնադեն դեր պիտի չլար։ Դերը անգարելի բաներու դեր է։ Հիշեցեք ինչը սավ Գաբրիել Ռեշտագաբեդը Սուրբ Մարիամի, ինչ որ մարդոց համար անգարելի է, Տիրոջ համար գարելի է։ Հիսուս ինքը սա Պետրոս Արաքյալի երբ Պետրոսը սա որ դեր ինչպես մարդ կրդա փրկվել, որտեղ Հիսուսը ասած էր երդասարդ հարուստին համար որ ավելի հեշտ է ուղդը ասերի ձագեր մտցնել, քան թե հարուստ Աստծո արքայութենեն եւ Հիսուսը ասած էր այս խոսքին դիմաց որ եւ որ Պետրոս ասավ ինչպես կրնան գուրեն փրկվել, ասավ ինչ որ մարդոց համար անգարելի է, Աստուծո համար գարելի է։ Եվ Պողոս Արաքյալ սիրելիներ Փիլիպեցիներու նամակի 4-րդ գլխու 10-րդ համարի մեջ գսե ամեն ինչ գրնամ դանիլ, ամեն ինչ գրնամ անել շնորհիվ Քրիստոսին, որ զիս զորացուց։ Հիսուսին կսավ Հովանու Ավիդարանի 15-րդ գլխու մեջ ինձի գապված մնացեք, առանց ինձի ոչինչ կրնակ անել։ Հիսուսով ամեն ինչ կարելի է անել։ Բարձաբես սիրելիներ Եբ ժխտական խոսքեր գլսեք մարդոց մե, ծեր ականջները փակ բայեցեք, այո փակ բայեցեք, եւ դուք սիրելիներ գետրոնացեք Տեր Հիսուս Քրիստոսի վրա, Աստուծո վրա։ Դավիթ Մարգարեն սկանչելի խոսք ունի 38-րդ Սաղմոստի մեջ, երբ գտեսնե Դավիթը, որ նույնիսկ իր հարազատները իր մե ականջ գփագեն եւ իրեն օգնության ցեր չեն երգարել եւ թշնամիները իր մահը գուզեն տեսեք ինչ կսե Դավիթ 38-րդ Սամոսի բիդի գարտամ ցեզի 13-րդ համարեն մինչև 14-րդ համարը անոնք որ իմ մահս կգամենան անոնք թագարտ կլարեն գործանումս ուզողները սպառնալիք կդեղան եւ օրնիփուն նենքություններ գխորին հիմա Դավիթի գեցվածքը անոնց նկատմամբ ինչ կսե ես խուլ գմնամ անոնց դիմաց ու չեմ լսեր համր գմնամ ու փերանս չեմ փանար այո չեմ լսեր ոչ ալ գուզեմ պատասխանել սիրելիներ խուլ մնացեք ժխտական խոսքերու դիմաց ու մի պատասխանեք բարձաբես սեր աչքերը դիրոջ վրա գետրոնացեք եւ անպայմանորեն հաջողության պիտի ասնիկ սկանչելի օրինակ է սիրելիներ Պարդիմիոս գույրին օրինակը բացեք Մարգոսի Ավիդարանի 10-րդ գլուխը 10-րդ գլխու սիրելիներ 40-րդ համարեն սկսյալ մինչև գլխու ավարտը այնտեղ կպատմվի գույր Պարդիմիոսի մասին Դիմեի որդի Պարդիմիոսի մասին այս գույր մուրացկանը օրմը աղմուկ կլսե եւ երբ կհարցնե որ ինչ է ով է այս Մարդը որ գկալի եւ իդեմ մեծ բազմություն գա եւ իրեն գսեն որ Հիսուսն է եւ այս գույր Պարդոմիոսը գսկսի բարձրացային բորար Հիսուս նազովրեցի Դավիթի որդի ողորմե ինձի եւ որքան գբորար գողքիներ գսաստեին զինք ասելու համար որ սուսկեցիր լուր մնա սակայն Պարդոմիոսը ավելի բարձր գբորար Հիսուս, Դավիթի որդի, ողորմե ինձի։ Արդյունքը ինչ եղավ։ Արդյունքը սիրելիներ իր այդ համառության, այդ իր շարունակական խնդրանքին դերը կանգնեցուց եւ դերը ասավ մոդս պերեքզայն եւ շուրջի մարդիկը որ քիչ առաջ գսաստեին զինք որ լուր գնար գուրդ Պարդիմիոսի նսին քաչալերվե քեզ գուզե եւ երբ որ Հիսուսի դիմաց ելավ Պարդիմիոսը Տեր Հիսուս Քրիստոս իրեն հարցուց ինչ կուզես որ ընեմ քեզի եւ անիգա ասավ Տեր գուզեմ որ աչքերս բացվին եւ Հիսուս անոր ասավ քնա հավատքդ քեզ բժշկեց սիրելի քույրեր եղբայրներ այս կյանքի մեջ այո երևույթներ թեփքեր մարդիկ պայմաններ Գրնան սիրելիներ փորձել հուսահատեցնել մեզ սակայն չհուսահատինք մեր ականջները փակ թող մնան այս աշխարհեն եկած ժխտական խոսքերուն դիմաց
հուսահատող խոսքերուն դիմաց, մեր ականջները փանանք Տիրոջ դիմաց, մեր աչքերը ուղենք Տիրոջ, սևերենք Տիրոջ եւ ասենք որ Տեր օգնե ինձի եւ այդ ժամանակ Տերը բիդեսե քնա հավատքդ քեզ բժշկեց հավատանք Տիրոջ հավատանք անգարելի բաներ գդարող Աստուծո որտեղ միշտ հիշենք որ ինչ որ մեզի համար մարդոցս համար անգարելի է Տիրոջ համար կարելի է ուստի սիրելի քույրեր եղբայրներ երբեմն շատ մարդոց խոսքերու դիմաց պետք է խուլը լանք նույնիսկ հոգևոր մարդիկ սիրելներ գրնան ժխտական խրատ տալ մեզի անիգա չընդունենք որպես կանոն մեր կյանքին ասելու համար որ ինչ պիտեմ ուրեմն այդպես պիտի մնամ ոչ շարունակեցեք աղոթել սիրելներ ծեր անձի համար ծեր ընտանիքի համար ծեր զավգին համար եթե ծեր զավակը աշխարհին դիմաց մարդոց աչքին այլևս սիրելներ անհույս վիճակ է մի լսեք այդ խոսքերը դուք մայր եք դուք հայր եք աղոթեցեք անոնց հոգի բրգության համար սիրելիներ որքանալ մեծ ըլլան հարցերը հիշեցեք որ ավելի մեծ է Աստված որքանալ մեծ ըլլան խնդիրները ու բարձրանան ծեր աչքին դիմաց հիշեցեք որ դեր այդ խնդիրներն ավելի բարձր է ոչ թե խնդիրները սիրելներ ծեր հոգին վրա աստեն եւ ցեզ հուսահատեցնեն այլ դուք խնդիրներուն այդ հարցերուն այդ նեղությանց ասեք ես ունիմ ցեզ մե ավելի բարձր մեկը իմ դերս որու միջոցով ամեն ինչ կարելի է եւ այդ ժամանակ ծեր բոլոր խնդիրներու լուծումը պիտի գտնեք ոն ուրեմն սիրելներ ահա նոր շաբաթասկիզբ է այս նոր շաբաթասկիզբին քաչալերվեցեք սիրելներ Տիրոջ խոսքերով քաչալերվեցեք ծեր հավատքով ամրամտնեցեք ծեր հավատքը Տիրոջ վրա եւ երբեք ժխտական խոսք մի ընդունիք ծեր սրդի մեջ ուրիշներու սահմանափակումները ծերը թող չլան այլ սիրելներ միշտ հիշեցեք որ Տիրոջմով ամեն ինչ կարելի է փակեցեք ծեր ականջները ժխտական խոսքերուն դիմաց փակեցեք ծեր աչքերը ժխտական երևույթներուն դիմաց մի ասեք որ վերջ այլևս ամեն ինչ կործանեցավ ոչ քանի դեր մեր դերը գենտանի Աստվածն է ամեն ինչ տակավին մեր դիմացն է այս հավատքով ծեր շաբաթը սկսեք եւ իրար քաչալերեցեք հավատքի մեջ իրար քաչալերեցեք եւ այդ ժամանակ սիրելներ ծեր խնդրանքը պիտի դրվի ցեզի որովհետեւ Հիսուս կսե անոր գխնդրե ու իր սրդի մեջ չի գասկածիր իր խնդրանքին պատասխան պիտի ստանա Աստված ցեզ արադաբես թողորտնե բարի եւ օրհնյալ օր ծեր բոլորին